այս ֆիզիկական կյանքը, որ մենք ապրում ենք, այս մարմնական կյանքը երկրային, որ ապրում ենք, այս կյանքը կարող է վերջանալ յուրաքանչյուր մարդու մոտ, կարող է վերջանալ ցանկացած պահի։ Մենք չենք կարող իմանալ, թե մեր վերջին օրը, վերջին ժամը երբ է, մենք ինչքան ենք ապրելու եւ այլն։ Եվ ցանկացած պահի մարդու ֆիզիկական կյանքը կարող է վերջանալ եւ ֆիզիկական կյանքի ավարտից հետո հոգու կյանքն է առանց մարմնի, որ շարունակվելու է կամ դժոխքում կամ դրախտում։ Մարմնի մասին շատ կարճ ասեմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը, երբ հարություն առավ իր մահվան երրորդ օրը, այդ հարությամբ մեզ խոստացավ նույնպես հարություն մեր մարմիններին, այսինքն Աստված հարություն է տալու մեր մահացած մարդկանց մարմիններին, բայց դա մեկ ուրիշ ձայնագրությունում։ Հիմա մահից հետո մեր հոգին գնում է, մարդու հոգին գնում է կամ դժոխք, կամ դրախտ, եւ երանելի է այն մարդը, ով գիտի, որ ինքը երբ էլ որ լքի այս երկրային կյանքը, իր հոգին գնալու է երկինք։ Հիմա շատերը հավատում են սատանայի այն ստին, թե դժոխք չկա։ Միայն սատանան է ուզում, որ մարդիկ մտածեն, թե դժոխք չկա, որովհետև դժոխքը ժխտող, դժոխքի գոյությունը ժխտող մարդը, նրա հոգին հենց այդտեղ էլ գնում է։ Ինչու՞։ Որովհետև դժոխքը ժխտող մարդը չի ձգտում ապաշխարության, չի հեռանում մեղքերի ճանապարհից։ Նա մտածում է դժոխք չկա, պատիժ չկա կրելու, պատասխանատվություն չկա եւ այլն։ Այսինքն մարդը կորցնում է երկյուղը, վախը, որ իր արարքների համար նա պատասխան է տալու։ Եվ ժխտելով դժոխքը նա իրեն ազատում է պատասխանատվությունից իր չար գործերի համար կամ իր սխալների, իր մեղքերի, իր գայթակղությունների, իր բղծությունների եւ այլն։ Այդ ամենի համար կորցնում է պատասխանատվությունը, որովհետև նա մտածում է դժոխք չկա, ինչ դժոխք։ Եվ այդ կերպով ժխտելով դժոխքը եւ Աստծուն չգնալով, ապաշխարության չգնալով, մարդը ավելի է շատացնում իր մեղքերը, ավելի է խորանում այդ մեղքի խավարի ճանապարհի մեջ, ավելի հեռուն է գնում։ Յուրաքանչյուր մարդ, ով մինչև իր մահը, որովհետև մենք բոլորս ժամանակ ունենք մինչև մեր ֆիզիկական մահը, ցանկացած պահը օգտագործել ապաշխարության համար, բայց ով ինչ գիտի իր վերջին օրը օրինակ։ Եվ հենց ապաշխարության օրը, ապաշխարության ժամը, ապաշխարության ամենաճիշտ պահը հենց հիմա է, որ յուրաքանչյուր մարդ, ով չի ապաշխարել, ապաշխարի, երբ Աստված ինչ-որ մեկի շուրթերով, ինչ-որ մեկի բերանով խոսում է նրա հետ եւ հիշեցնում է ապաշխարության մասին։ Եթե դու սա լսում ես ու չես ապաշխարել, ուրեմն հաստատ իմացիր, Աստված ուզում է, որ դու ապաշխարես, որպեսզի փրկվես։ Հիմա, որպեսզի քո հոգին փրկվի մահից, դժոխքից եւ ընդունի Տեր Հիսուս Քրիստոսի պարգևած հավիտենական կյանքը, որը դու անցկացնելու ես Տեր Հիսուս Քրիստոսի կողքին։ Այն մարդը, ով չի ընդունում Սուրբ Երրորդությունը, այսինքն մեր Տեր Աստծուն, Հայր Աստծուն, Որդուն, Աստծուն Հիսուս Քրիստոսին եւ Սուրբ Հոգուն նրանց, Աստծուն, Սուրբ Հոգի Աստված, մեր Աստծու Սուրբ Հոգին։ Եթե չես ընդունում Սուրբ Երրորդությանը, եթե չես ընդունում Տեր Հիսուս Քրիստոսին, քեզ Աստված եւ Փրկիչ, եթե չես ապաշխարում, քո հոգին գնալու է դժոխք։ Որովհետև դու ժխտել ես Աստծուն, չես ընդունել, չես պաշտել քո Տեր Աստծուն, եւ գնացել ես մեղքերի ճանապարհով, այլ աստվածներ ես փնտրել, այլ տեղ ես փնտրել Աստծուն եւ ճշմարտությունը եւ փրկությունը։ Միակ ճանապարհը Տեր Հիսուս Քրիստոսն է, որով դու կարող ես գնալ դեպի Աստված եւ ընդունել քո փրկությունը։ Դրա մասին այլ ձայնագրություններում։ Դժոխքը Աստված ստեղծել էր ընկած հրեշտակների, սատանայի եւ նրա հրեշտակների համար, երբ նրանց Աստված դուրս հանեց իր թագավորությունից։ Դա էլ ուրիշ ձայնագրություններում կարող եք լսել, եթե չգիտեք։ Այսինքն դժոխքը մարդու համար չէր ստեղծված։ Աստված դժոխքը մարդու համար չի ստեղծել, բայց այն մարդը, ով ընտրում է մեղքը, այսինքն չարին, այսինքն սատանային, այն մարդը, ով ընդունում է սատանայի իշխանությունը, նրա տվածը, նրա ճանապարհը, նրա խավարն է ընտրում, ոչ թե Աստծուն, եւ հետ չի կանգնում այդ ճանապարհից, հետ չի կանգնում այդ մեղքերից, դարձի չի գալիս առ Աստված, նա գնում է
դժոխք, որը որ ստեղծված էր սատանայի համար, այսինքն մարդ իր մեղքերի համար, մեղքերի հետևանքով գնալու է դժոխք, եւ Աստված այդ դժոխքը չէր ստեղծել մարդու համար, բայց մարդն է ընտրում։ Աստված դա ստեղծել էր սատանայի համար, բայց մարդը ընտրելով սատանային, ընտրելով մեղքը, նույնպես արժանանում է դժոխքին, որովհետև ընտրել մեղքը նշանակում է ընտրել սատանային, ընտրել մեղքը նշանակում է ընտրել մահը, հոգու եւ մարմնի հավիտենական մահ, տանջանք, տառապանք, ցավ, դառնություն, կսկիծ, լաց, ողբ, դժոխքում, եւ դա հավիտենական է։ Եթե մեր կյանքը ընդամենը մի շատ փոքրիկ չափն է հավիտենական կյանքի մեջ, պատկերացրեք, եթե այս կյանքը մենք ապրում ենք, դա համարվում է շատ մի փոքրիկ մասը ընդհանուր հավիտենական կյանքի, որ տրված է մարդուն։ Հիմա պատկերացրեք, հավիտենականությունը դա նշանակում է անվերջություն, չկա վերջ։ Եվ հավիտյան տառապանք դժոխքում արդյոք արժի, որ հիմա այս փոքրիկ կարճ կյանքում մենք գործենք մեղքեր, որովհետև գայթակղվում ենք եւ ինչ որ բաներ ենք ուզում, որոնք չարից են։ Գործենք մեղքեր եւ հետ չկանգնենք մեր մեղքերից եւ հավիտյան տառապենք դժոխքում։ Լավ մտածեք, դա շատ պարզ է, շատ հասկանալի է եւ շատ տրամաբանական։ Ցանկացած մարդու համար հասկանալի։ Հավիտենականության մեջ մեր ապրած ֆիզիկական կյանքը ինչպես մի կաթիլ է օվկիանոսում, բայց տառապանքները դժոխքում այդ օվկիանոսն են անվերջ։ Որն ես դու ընտրում։ Հիմա մեղքեր գործել եւ հավիտյան տառապել, թե հիմա մաքուր ապրել, ընդունել քո Տեր Աստծուն եւ հավիտյան երանության մեջ ապրել Աստծո կողքին։ Դժոխքը դա մահն է, սակայն դա նույնպես հավերժ է, տառապանք հավերժ, դա մահն է հոգու։ Եվ երկնային կյանքը նույնպես հավերժ է, բայց կյանք է, կյանք, երանություն, երջանկություն մեր Տիրոջ կողքին։ Աստված մարդուն չի ուղարկում դժոխք, ստացվում է, որ նա չի ուղարկում մեզ դժոխք, այլ մենք ենք մեր մեղքերի հետևանքով մեզ տանում դեպի դժոխք, մենք ենք քայլում այդ ճանապարհով, ընտրում ենք դժոխքի ճանապարհը։ Մի կողմում, ձախ կողմում պատկերացնենք դժոխքի դռներն են, հեռվում երևում, մի կողմում երկնքի, Աստծու։ Տեր Հիսուս Քրիստոսն է այն մի կողմում, աջ կողմի ճանապարհի վերջում կանգնած։ Դու նայում ես, շատ լավ գիտես քեզ ինչ է սպասում վերջում եւ ընտրում ես։ Որն ես ուզում։ Եթե դժոխք, գործիր մեղքեր, գայթակղվիր, գործիր մեղքեր, Աստծո պատվիրանները մի կատարիր, պղծություններ արա, գայթակղիր ուրիշներին, նյութի համար մեղքերի մեջ մտիր, փողի համար մեղքերի մեջ մտիր եւ այլն։ Արա պղծություններ, արա մեղքեր եւ գնա դժոխք։ Կամ ապրիր մաքուր, հետևիր քո Տեր Աստծուն, խոնարհվիր նրան, ապրիր նրա տված պատվիրաններով, սուրբ կյանքով, մաքուր կյանքով ապրիր եւ գնա այն ճանապարհով, գնա դեպի Տեր Հիսուս Քրիստոսը։ Շատերն են մեղադրում Աստծուն, ասելով, որ ես չեմ ուզում այնպիսի Աստված, որ ինձ ուղարկում է դժոխք։ Աստված չի ուղարկում քեզ, դու ես ընտրում դժոխքը, որովհետև շատ պարզ գիտեիր, երկու ճանապարհ կա, դու ես ընտրում։ Փրկության եւ մահվան ճանապարհները մենք ենք ընտրում։ Աստված միայն մեր փրկությունն է ուզում, բայց նա չի ընդունում մեր միջի մեղքը, նա մեզ սիրում է, նույնիսկ մեղավոր Տեր Աստված մեզ սիրում է, նա մեզ բոլորիս հավասար սիրում է, մենք նրա զավակներն ենք։ Տեր Աստված այնքան մեզ սիրեց, Հայր Աստված մեզ այնքան սիրեց, որ իր միածին որդուն Հիսուս Քրիստոսին ուղարկեց երկիր, Աստծուն, Աստված իջավ երկիր, մարմնավորվեց մարդկային մարմնում, որ երբ գար իր ժամը, այդ զոհաբերության այդ ժամը, աշխարհին փրկելու ժամը իր արյամբ, որ երբ գար այդ ժամը, Տեր Հիսուս Քրիստոսը բարձրանար խաչի վրա իր կամքով եւ իր զոհաբերությամբ, իր արյամբ, Աստված մարմնավորված,
փրկեր մեզ, լվանար իր արյամբ մեր մեղքերը եւ ազատեր մեզ դժոխքից, սակայն մեր կամքն է, մեր ընտրությունն է ընդունել այդ փրկությունը, թե ոչ։ Աստված մեզ այդքան սիրեց, Հայր Աստված մեզ այնքան սիրեց, որ իր միածին որդուն Հիսուս Քրիստոսին ուղարկեց եւ զոհաբերեց։ Եվ Հիսուսը մեզ այնքան սիրեց, որ այդ ամենը արեց, հանուն մեզ մահացավ եւ իր արյամբ փրկեց մեզ, հավիտենական կյանք տվեց։ Հիմա մեր փրկության համար Հիսուս Քրիստոսը որպես մի անմեղ, մաքրամաքուր գառ զոհաբերվեց խաչի վրա եւ իր արյամբ մեզ հավիտենական կյանք պարգևեց։ Աստվածաշնչում բազմաթիվ անգամ գրված է դժոխքի մասին, եւ Տեր Հիսուս Քրիստոսը շատ անգամ է խոսել դժոխքի մասին եւ նկարագրել է, թե դժոխքն ինչ է իրենից ներկայացնում, որպեսզի մարդիկ հասկանան, որ պետք չէ գնալ մեղքերի ճանապարհով, որպեսզի պատկերացնեն, թե ինչ սարսափելի հավիտենություն է սպասում իրենց, եթե իրենք մնան մեղքերի մեջ եւ գնան դժոխք։ Տեր Հիսուս Քրիստոսը դժոխքը պատկերել է, բացատրել է որպես ամենասարսափելի տեղը, որ կա ողջ աշխարհում, տիեզերքում, եւ պատկերել է որպես մի տեղ, որտեղ հավերժական կրակ է, տանջանքներ են, տառապանքներ են, որտեղ լսվում է ատամների կրճտոց եւ լաց, այն ցավի, զղջումի, անհուսության, որ էլ ոչինչ չես կարող փոխել, որովհետեւ մարդու հոգին երբ հայտնվում է դժոխքում, նա մեծագույն ցավ է զգում նաև նրանից, որ այլևս ոչինչ երբեք չի կարող փոխել եւ այդքանը իմանալով, հասկանալով մենք պիտի պատկերացնենք, որ ցանկացած հոգի երբ հայտնվում է դժոխքում, այդ իրականության մեջ նա երազում է, որ իրեն տրվի մի փոքրիկ հնարավորություն, կես կաթիլ հնարավորություն, որ ապաշխարի, բայց արդեն ուշ է, որովհետև դժոխքից հետդարձ, վերադարձ չկա, այնտեղ մարդը ապաշխարության հնարավորություն չունի հոգին, այնտեղ հետդարձի, զղջումի հնարավորություն չկա այլևս, այս կյանքն է, այստեղ է, որ մենք կարող ենք ընտրել։ Միթե դու չես ուզում, չես կամենում քեզ հավիտենական երանության մեջ, ապրել Տիրոջ լույսի մեջ, Տիրոջ փառքի մեջ, երանելի, երջանիկ, խաղաղ, առանց ցավերի, հավերժ երիտասարդ։ Միթե մարդը չի կամենում իրեն ամենալավը եւ ընդամենը հավատ է պետք, հավատ։ Մենք փրկվում ենք մեր հավատով,